Քաջ թզուկը։ Մի անտառում, հենց անտառի եզրին, ապրում էր մի փոքրիկ թզուկ։ Նա ապրում էր զվարթ ու անհոգ։ Միայն մի բան էր խանգարում նրա ուրախ կյանքին։ Մեր թզուկը վախենում էր Բաբա Յագայից, ով ապրում էր հարևան անտառում։ Եվ ահա մի օր մայրիկը խնդրեց թզուկին գնալ անտառից ընկույզներ բերելու։ Թզուկը նախ ուզում էր իր ընկերոջը, տրոլին խնդրել, որ նա գնա իր հետ, քանի որ տրոլը շատ քաջ էր ու չէր վախենում Բաբա Յագայից։ Բայց հետո որոշեց ապացուցել տրոլին ու իր մայրիկին, որ ինքն էլ է համարձակ, ու մենակ գնաց անտառ։ Ողջ օրը քայլեց անտառով, բայց մեր թզուկն այդպես էլ ոչ մի տեղ ընկույզ չգտավ։ Մութն արդեն ընկնում էր։ Սառը քամի փչեց և ամբողջ անտառը լցվեց անհասկանալի խշշոցներով ու ճռռոցներով։ Խեղճ թզուկը մտածեց, որ հավանաբար դա չար Բաբա Յագան է, վախեցնում է իրեն։ Բայց վախից դողդղացող ոտքերով նա շարունակում էր իր որոնումները։ Ի վերջո լրիվ մտնեց։ Եվ ուժասպառ եղած թզուկը հուսահատ հենվեց ինչ-որ մի ծառի ու սկսեց լաց լինել։ Ու հանկարծ այդ ծառը սկսեց ճռռալ։ Եվ ինչ։ Պարզվեց, որ դա ոչ թե ծառ է, այլ հենց Բաբա Յագայի խրճիթն է։ Թզուկը վախից ընկավ գետնին ու քարացավ։ Այդ ժամանակ խրճիթի դուռը բացվեց, կարծես նրան հրավիրելով ներս մտնել։ Ոտքերը թզուկին չէին ենթարկվում, նա երերալով վեր կացավ ու մտավ խրճիթ։ Ի զարմանս իրեն նա միանգամից չտեսավ Բաբա Յագային։ Երբ վառարանի հետևից հանգիստ ձայներ լսվեցին, թզուկը տեսավ նրան, կուչ եկած, շարֆով փաթաթված։ «Մի վախեցիր ինձնից», ասաց Բաբա Յագան, «ես քեզ ոչ մի բան չեմ անի»։ Ես հիվանդացել եմ, քանի որ շատ անտառային գործեր ունեի, ոմանց օգնել եմ խորհուրդներով, ոմանց դեղորայքով։ Սկզբում թզուկը ցանկանում էր փախչել, բայց ոտքերը չէին ենթարկվում իրեն։ Աստիճանաբար նրա վախն անցավ ու սկսեց խղճալ խեղճ ու հիվանդ տատիկ Յագային։ «Ինչպես կարող եմ օգնել քեզ։ Խնդրում եմ, անտառից ինձ եղևնու ճյուղեր, սոճ ու կոներ ու կեչուկ եղև բերել։ Ես թուրմ կպատրաստեմ, կխմեմ ու կլավանամ»։ Հաջորդ առավոտ թզուկը կատարեց պառավի խնդրանքը։ Նա այնքան երախտապարտ էր թզուկին, որ նրան տվեց մի մեծ զամբյուղ ընկույզ ու կախարդական գնդակ, որն օգնեց նրան գտնել դեպի տուն տանող ճանապարհը։ Դուրս գալով անտառից, թզուկը ետ նայեց ու իր ետևում տեսավ բազմաթիվ կենդանիներ, որոնք միաձայն բացականչում էին։ «Փառք քաջ թզուկին, դու մեզ շատ օգնեցիր, անտառին պակասում էին Բաբա Յագայի բարի գործերը, շնորհակալություն»։ Տանը մայրիկն ու տրոլը ուրախությամբ դիմավորեցին թզուկին։ Բոլորը միասին նստեցին թխվածքով թեյ խմելու և հիացմունքով ու մեծ հպարտությամբ ունկնդրեցին փոքրիկ ճանապարհորդի արկածները։ Մայրիկը նրբորեն գրկեց որդուն և ասաց. «Դու իմ ամենասիրելին ու ամենահամարձակն ես»։